ադրբեջանական նավթ, թե հայկական ժողովրդավարություն։ Մարտակոսն է Հայաստանում, խոսք է տալիս աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման, խոսք է տալիս, որ քաղաքացիներին թույլ կտան ձևավորել իրենց իշխանությունը համապատասխան իրենց կամքի, ուղղակի հետաքրքիր է խոսքը որ քաղաքացիների մասին է գնում։ Օրինակ խոսքը գնում է այն քաղաքացիների մասին, որոնք իդեմս Ադրբեջանի սպառնալիք են տեսնում Հայաստանի համար, իդեմս Թուրքիայի սպառնալիք են տեսնում, այն քաղաքացիների կարծիքը կհարգեն, որոնք կարծում են, որ Եվրոպական միությունը Հայաստանը օգտագործում է իր աշխարհաքաղաքական շահերի համար գերտերության դեմ գործողություն իրականացնելու համար։ Մոտ ապագայում մեզ ընտրություններ են սպասում եւ մենք այս ամեն ինչի ականատեսը կդառնանք։ Հիմա տեսեք մենք կլսենք քաղաքացիների կարծիքը, որոնք իրենց մտորումները, մոտեցումները կներկայացնեն Հայաստան-ԵՄ համագործակցության վերաբերյալ, որոնք նաեւ կասեն, թե ում են իրենք իրականում տեսնում սպառնալիք, ուղղակի իրենց լսելուց հետո էլ մենք պետք է մտածենք նաեւ հետեւյալ հարցի մասին։ Ընկերներ, հատկապես իրանական պատերազմական գործողությունների մեկնարկից հետո ինչն է ի վերջո Եվրամիության մեր հարգարժան գործընկերների համար ավելի կարևոր, ավելի թանկ հայկական ժողովրդավարությունը, թե ադրբեջանական նավթը, որը նավթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող այս ալեկոծությունների ֆոնին չափազանց կարևոր ռեսուրս է լինում։ Եվ եւս մի հարցում եք ինքներս գոնե մեզ համար պետք է պատասխանենք, ինչը նույն Մարտակոսը ավելի շատ եւ անկեղծ կպաշտպանի հայաստանյան ժողովրդավարությունը, իրական ժողովրդավարությունը, որտեղ Թուրքիան սպառնալիք հարմարող քաղաքացին իրավունք ունի արտահայտվելու, թե կպաշտպանի այն ուղիները, որոնց շնորհիվ Ադրբեջանը իր նավթը կուղարկի Եվրոպա։ Դրա դիմացել օրինակ կարող է ցանկանալ, որ Հայաստանը վերածվի արևմտյան Ադրբեջանի։ Ինչ եք կարծում դուք։ Եվրոպայի համար Ադրբեջանը եւ Թուրքիան ավելի լավ դաշնակիցներ են, քան Հայաստանը։ Հայաստանը մեկուսացված է, կղզիացված, Հայաստանին օգտագործում է որպես գործիք Ռուսաստանի դեմ։ Ադրբեջան, Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիան, Ադրբեջանն, Ադրբեջան եւ Թուրքիան։ Ադրբեջանը,